որի կանոնավոր բանակը իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության կանոններով է կրվում, հա, այդ երկրին հանձնել լրագրողին եւ դա նախադեպ դարձնել, որ այսուհետ Արցախ այցելած մարդկանց ճնշումների գործադրեն նրանց նկատմամբ կամ արգելեն Արցախ այցելելը, հա, ինչ որ իզոլացման քաղաքականությունը պաշտպանել եւ այստեղ բնականաբար դատապարտելով Բելարուսի հանրապետության գործողությունները, նաեւ այստեղ մեր ԱԳՆ-ն բավականին իր չդերակատարությամբ, իր ոչ մի բան չանելով, իր լռությամբ, իր իբր թե ոչ հրապարակային գործողություններով, որ այո մենք աշխատում ենք, մենք դուք չեք պատկերացնում մենք ինչեր ենք անում, բայց դա հրապարակային չէ, դա արվում է բան։ Մենք արդյունքներով ենք դատում գործողությունները։ Եթե գործողություններ արված լինեին, կլինեին արդյունքներ։ Կամ ասենք ինչով է զբաղվում Հայաստանի Հանրապետության դեսպանը Բելարուսի Հանրապետությունում, ասենք, ինչ բանի է այդ մարդը, ինչ է անում այդ մարդը, ինչով է, որն է իր առաքելությունը։ Եվ դաշինքը իր դատապարտող հայտարարությունը ավարտում է նրանով, որ մեր դեսպանը պետք է ետ կանչվի եւ նաեւ դիվանագիտական հարաբերությունների հետ կապված հարցը քննարկման առարկա դառնա։ Մենք նախադեպ ունենք, հիշում եք, երբ որ Հունգարիան հանձնեց մարդասպանին Սաֆարովին Ադրբեջանին, մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները եւ եթե չենք խզում Բելարուսի հետ դիվանագիտական հարաբերությունները, ապա դեսպանին ետ կանչելը, Բելարուսի դեսպանին ժամանակ տալը, որ այստեղից գնա, դա գոնե պետք է լինի նվազագույնը, որը պետք է արվի։ Սա է մեր պահանջը, մեր պահանջները հրապարակված են եւ դրա համար ենք մենք այսօր այստեղ մեր բողոքի ձայնը հնչեցնելու։ Եվ միայն այն հանգամանք, որ Բելարուսի դեսպանատունը այստեղ է գտնվում, իսկ թե ամեն ինչ ասում է այս գործողությունների հետ կապված, որ մարդիկ անգամ չեն գտնում իրենց տեղերը, ասենք, ինչ եք պահանջում։ Մեր հիմնական պահանջը պետք է նախ լինի մեր ԱԳՆ-ից, մեր դիվանագիտական առաքելություններից, որոնք որ ԱՊՀ-ում ամենավատն են, ասենք Վրաստանում, Մոսկվայում, ԱՊՀ երկրների մեր դեսպանատները ամենավատն են աշխատում, սա բազմիցս փաստված հանգամանք։ Ինչ վնաս կարող է լինել Հայաստանի եւ Արցախի համար այս դեպքում։ Գիտեք, վնասի առումով սա շատ վատ նախադեպ է դառնում, որովհետև, չգիտեմ, բարոնուի քոքսից սկսած էլի հազարավոր մարդիկ Եվրոպական պարլամենտի падգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եվ սա նախադեպ է դառնում, որ քրեական գործ է հալուցվել, արտահանձնման համապատասխան միջազգային նորմեր են կիրառվել, հա, տվյալ պարագայում երկկողմանի Ադրբեջան-Բելարուս առումով եմ ասում եւ մարդը արտահանձնվել է Ադրբեջանին։ Սա վատագույն նախադեպն է, որը տեղի է ունեցել, ասենք, 20 տարիների ընթացքում առաջին անգամ։ Նման բան երբևէ չի եղել։ Բազմաթիվ մարդիկ այցելել են, մենք գիտենք, որ Ադրբեջանը ունի սև ցուցակ, հա, ինչ որ հայտնի գործիչների, երգիչների, քաղաքական գործիչների, որոնց որ իրենք ասում են, որ դուք անցանկալի անձ եք Ադրբեջանի համար։ Բայց դա ասելը մի բան է, քրեական գործ հարուցելը, եսի 5 հոդվածով այլ բան, հետո պահանջել եւ ստանալ այդ մարդուն արդեն որպես հանձնված իրենց երկրի իրավազորության ներքո, դա ընդհանրապես այլ նախադեպ է ստեղծվում, որը որ շատ վատ է։ Թե մեզ համար, թե Արցախ այցելած կամ Արցախի ճանաչումը, այդ իզոլացումը գոտրող քաղաքականությունը վայրի տեսանկյունից։ Մենք ինչի ենք ամեն անգամ այդ հյուրերը որ գալիս են ամեն ինչ անում, որ տանենք Արցախ։ Որ այդ մարդիկ տեսնեն այդ կյանքը գնան այնտեղ ներկայացնեն, պատմեն, թե իրապես կայացած պետականություն ունենք այնտեղ, հա։ Հիմա դա արգելվում է, դա քրեորեն հետապնդվում է։ Եվ մեր դաշնակից երկիրը աջակցում է այդ process-ին։ Գոնե ձեռնպահ չի մնում, գոնե ջեզոք չի մնում, հա, ինքը ամբողջությամբ աջակցում է այդ process-ին։